Պարոն Փաշինյան, փաստորեն արդեն երրորդ օրն է, որ իրավիճակը այսպիսին է, պատային իրավիճակ է ստեղծված, թե ելք կա այնուամենայնիվ։ Պատային իրավիճակից էլ ելք կա, նկատի ունեմ, այսօր ես խնդիրը տեսնում եմ հետևյալի մեջ, որ պետք է ամեն ինչ անել, կամ ոչ թե ամեն ինչ անել, այլ բացառել իրավիճակի ուժային լուծումը, որովհետև այդ պարագայում երկու ստեկ ունենալու են կանխուսափելու են զոհեր։ Էլի եմ ասում, Սասնա ծռեր խմբի անդամները չունեն զենք զինամթերքի պակաս, ամենայն դեպս այնքանով, որ ես տեսել եմ, սեպ ականատես եմ եղել, եւ նրանց մի մասը մարտական ուղի է անցել, եթե ոչ մեծ մասը Ղարաբաղյան պատերազմում, այսինքն նրանք գիտեն զենքի հետ վարվելու ձևերը, հասկանալի է ոստիկանությունը պրոֆեսիոնալ աշխատանքն է դա իրենց, ոստիկաններն էլ շատ մարտական ուղի են անցել, այնպես որ մենք պետք է հասկանանք, թե ինչ աղետի կարող է բերել այդպիսի սցենարը, այսինքն որևէ կողմից ուժային գործողության որևէ փորձ։ Եվ մենք պետք է հիմա այսօր Հայաստանի քաղաքական գործիչների, падգամավորների, քաղաքացիների խնդիրը տեսնում եմ հետևյալում, որ նրանք ձայն բարձրացնեն եւ ձայն բարձրացնեն հանուն այս իրավիճակի այնպիսի կարգավորման, որը չի բերելու արյունահեղության։ Բացառությամբ 1-2 падգամավորի քաղաքական դաշտը կարծես թե համր լռության մեջ է, հա, այդպես։ Դե ինչ են համր լռության մեջ, հայտարարություններ են անում, ասում են ահաբեկիչներ են, SN-ն են։ Պարոն Փաշինյան, եթե ապրիլի 2-ից հետո իշխանությունը փոխեր գործելավոճը, մենք կունենայինք այսօր այս իրավիճակը։ Դե գիտեք, ասում են քաղաքականության մեջ եթեներով չեն խոսում։ Ես որովհետև դա պահանջ էր։ Գիտեք, այդ եթեն այնքան բան հաշեկի վեպի մեջ եթե հետ կապված շատ հայտնի նախադասություն կա, եթեներով հարցերը։ Այս լիցքը կլիներ, այս լարվածությունը կլիներ, եթե իրական ասել ինչ կլիներ, ես կարող եմ ասել այն ինչ կա եւ ինչի հետևանք է սա։ Դե արդեն դա ըստ էության Հայաստանում հուսահատության մթնոլորտի հերթական արգասիքն է, ուրիշ ոչ մի բան, որ մարդիկ արդեն ձեզ հայտնի հանգամանքների բերումով չեն հավատում փոփոխությունների քաղաքական ճանապարհին, որովհետև նրանք համարում են, որ եթե իշխանությունը արյունով է եկել իշխանության, ուրեմն պետքա ուժով է եկել իշխանության, ուրեմն պետքա ուժով հեռացվի։ Բայց էլի եմ ասում, մենք գոնե առնվազն ես համարում եմ, որ այս իրավիճակը ունի քաղաքական լուծում, ընդհանրապես Հայաստանում փոփոխությունների օրակարգը ունի քաղաքական լուծում եւ մենք պետք է գնանք քաղաքական ճանապարհով։ Տեսակ փողզիչում բառը հիմա լավ չի ընկալվում, այնուամենայնիվ ինչ փողզիչում եք տեսնում, որ կարող են բանակցություններ։ Չգիտեմ, ես կողմ չեմ, ոչ էլ միջնորդ եմ, որպեսզի առաջարկ անեմ, ես խնդիրը դնում եմ հետեւյալ կերպ, որ ես նույնիսկ արդեն երկրորդ տեղյակ չեմ, թե ինչա կատարվում, ինչ են խոսում այս պատերիստներ, ես դնում եմ շատ կոնկրետ հարց, որ հարց ուժային լուծումը, ուժային տարբերակը պետքա բացառել։ Որևէ կողմից ուժի գործադրում այս սիտուացիան հաղթահարելու համար պետքա բացառել։ Որովհետև էլի ու ասում եմ ինչու, որովհետև դա բերելու է Հայաստանի Հանրապետության բազմաթիվ, եթե ոչ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր քաղաքացիների զոհվելուն։ Ինձ համար անպատկերացնելի է, որ Երևան քաղաքի կենտրոնում էլի նման բան կարող է տեղի ունենալ։ Հետևանքը ինչպիսին կլինի, եթե։ Դե գիտեք, այդ հարցին ես ողբերգական կլինի հետևանք։